Դեռևս 17-րդ դարում Պրագայի առաջին սրճարաններից մեկի հիմնադիրը հայ է եղել։ 20-րդ դարում արդեն եւս մեկ հայազգի հիմնել է Չեխիայի առաջին գորգագործական ձեռնարկությունը, ինչն է 21-րդ դարում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնում հայ եւ չեխ գործարարների համար։ Սա այսօր Պրահայում բացված հայ-չեխական բիզնես ֆորումի հիմնական թեման էր։ Չեխիան Հայաստանի համար մուտքի հնարավորություն է եվրոպական շուկա։ Հայաստանի միջոցով չեխ գործարարները կարող են օգտվել Մաքսային միության առավելություններից։ Կառավարությունները դռները բացողներն են, մտնողները գործարարները պետք է լինեն։ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը Չեխիայի նախագահին է մեջբերում։ Պրահան ու Երևանը տնտեսական գործակցության այս մոդելն են ընտրում։ Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները բազմաթիվ են՝ տուրիզմից ու շինարարությունից մինչև գյուղատնտեսություն ու բարձր տեխնոլոգիաներ։ Չեխիան մեզ հետաքրքիր մի քանի հանգամանքով մեր գնահատականով։ Առաջինը իհարկե այն նորարարական սարքավորումներով, արդյունաբերական ոլորտով, որ իրանք ունեն։ Այսինքն այստեղ մենք տեսնում ենք հնարավորություն համատեղ ձեռնարկությունների ստեղծման շրջանակում հայկական ապրանքներ ավելի մրցունակ սարքել։ Այսինքն օգտագործելով չեխական նորարարությունը, արդյունաբերական ոլորտի արդյունքները, Հայաստանում ունենանք ավելի արդիական արտադրություններ։ Հայաստանի եւ Չեխիայի միջև առևտրաշրջանառությունը 2013-ի հունվար-դեկտեմբերին կազմել է $28 միլիոն։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճը մոտ 29% է։ Եթե վերցնենք բացարձակ թվերը, այս թվերը բնավ չեն համապատասխանում ոչ մեր ցանկություններին եւ ոչ էլ արկա հնարավորություններին։ Ես վստահ եմ, որ մեր տնտեսական հարաբերությունները շատ մեծ պոտենցիալ ունեն, առավել եւս, որ եւ այսօր եւ նախկինում մենք բազմաթիվ անգամ ընդգծել ենք, որ եւ Չեխիայում եւ Հայաստանում կան ապրանքներ եւ ծառայություններ, որոնք պահանջարկ ունեն մեր շուկաներում։ Հայաստանը բարելավում է գործարար միջավայրը, միանում Մաքսային միության 200 միլիոնանոց շուկային, օգտվում Եվրամիության հետ ազատ առևտրի ռեժիմից։ Վերջին մի քանի ամիսների տեղի ունեցած իրադարձությունները ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծում գործարարության համար։ Առաջինը սեպտեմբերի 3-ի մեր որոշումն էր միանալ Մաքսային միությանը, երկրորդը դեկտեմբերին Եվրոպական խորհրդարանի կողմից վերահաստատումն էր արտոնյալ առևտրային ռեժիմի, ի թիվս 9 երկրների, նաև Հայաստանի Հանրապետության հետ, այսինքն մենք կարող ենք լինել կապող կամուրջ, ունենալով ազատ տեղաշարժ ապրանքի, աշխատուժի, ֆինանսների Մաքսային միության հետ, մյուս կողմից ունենալով արտոնյալ պայմաններ առևտրի Եվրամիության հետ։ Միլոշ Զեմանն իր հերթին կարևորում է փոխադարձ ներդրումները, մասնավորապես չեխերն ուզում են բեռնատար ու մարդատար ավտոմեքենաներ, հեկերի համար հիդրոտուրբիններ արտահանել Հայաստան։ Այս պահին Հայաստանում գործում է չեխական կապիտալով ավելի քան 20 ընկերություն, եւս 100-ը հետաքրքրված են մեր շուկայով։ Որպես պոտենցիալ ներդրումների ոլորտներ նախագահ Սարգսյանը նշում է բարձր տեխնոլոգիաները, ոսկերչությունը, գյուղատնտեսությունը։ Համաշխարհային բանկի տվյալներով գրավիչ ներդրումային միջավայր ունեցող Հայաստանը ուշադիր ու հոգատար է արտասահմանյան բոլոր, այդ թվում չեխական ներդրումների նկատմամբ։ Արկադի Գրիգորյան, ժամը լրատվական, Պրահա, Չեխիա։